դասի թեման ինքնավստահության պակասն է։ Այստեղ մենք բոլորս դրա կարիք ունենք։ Ես հավատում եմ, որ Աստված օրհնելու է ձեզ այս դասին, մենք այնքան շատ բան ունենք ասելու, որ միանգամից պետք է գրենք ինքնավստահության պակաս Հռոմեացիների 8:37 խոսքը։ Կարդանք ստեղից։ Հռոմեացիների 8:37 Պողոս առաքյալն ասում է, հապա այս բաները ամեն բաների մեջ էլ ավելի հաղթող ենք լինում նրանով, որ մեզ սիրեց։ Եթե իմաստը չհասկացաք խոսքի կամ իմաստ չարտահայտեք, ես ասեմ, սա մեծ խոսք է, որովհետև մենք հաղթող ենք լինում նրանով, ով մեզ սիրեց։ Այսինքն մեր վստահությունը իր վրա է, Տիրոջ վրա է լինելու, բայց նաև մի բան ասեմ, որ մենակ տեն չի, որ դու Տիրոջ վրա ես վստահ լինում։ Դու շատ բաներ վստահ ես լինում նաև քո վրա։ Դու քո վրա ես վստահ լինում, դեն չի, որ դու քո վրա վստահ չես լինում։ Եթե դու տոլմա ես փաթաթը մեփում, դու քո վրա ես վստահ լինում, ճիշտ է, Տիրոջ վրա չես վստահ լինում, ճիշտ է։ Մանավանդ եթե դու կրոնավոր չես ու ասում ես Տեր օգնի, որ ես այս տոլմեն լավ փաթաթեմ, դու գիտես, դու կարող ես փաթաթես, որովհետև դու վստահ ես, որ կարող ես, որովհետև էլի ես փաթաթե։ Դա առաջի անգամ չի։ Կարևոր է իմանալ, թե ինչպես է պետք ապրել։ Դա նշանակում է, որ իսկական վստահություն գոյություն ունի, որ դու վստահ ես քո վրա։ Վստահ ես քո ուժերի վրա, վստահ ես քո ծարավի վրա, վստահ ես քո սովի վրա, չէ, ձև ռեկլամներ եկա, բայց իրականում դու վստահ ես, որ դու կարաս անես այդ բանը։ Մանավանդ երբ որ դու աշխարհիկ ես եղել, էլի ես վստահ եղել, չէ, այս բանի մեջ, այն բանի մեջ, դու վստահ ես եղել, որ կարաս գնաս ու հետ գաս, կարաս անես այդ բանը, դու կարիք չես ունեցել որևէ մեկի միջամտության, դու վստահ ես եղել քո ուժերին, քո խելքին, քո գիտելիքներին։ Դու գիտեք, վստահություն սենց բան է, որ դու գիտեք, որ դու գիտեք, հասկանում եք, սա Օրալ Ռոբերտսի մտքերն է, որ ասում է դուք գիտեք, որ դուք գիտեք, որովհետև ես գիտեմ, որ ես գիտեմ, սա վստահություն է, դա ներսի վկայություն է։ Եվ եկեք հարց դնենք ստեղ, այսև, ինչպես հասնել այդպիսի վիճակին, որ լինել վստահ։ Գիտեք, մարդիկ, հեսա ես լիքը բան եմ ասել, դուք տեսնելու եք, որ իրոք ճիշտ է, հա էլի, դա ինձ հետ էլ է կատարվում, ամեն։ Այս դասը կապված չէ ընդհանրապես հոգեբանության հետ, էդ էլ իմացեք, որովհետև սա հոգեբանություն կամ էզոտերիկա չի։ Եթե չգիտեք ինչ ասեցի, այդ բառերը գրեք, հետո գտեք տանը, ուսումնասիրեք էզոտերիկա բառը, հոգեբանություն բառը։ Այս դասը քրիստոնյայի նորմալ կյանքի համար է, որ քրիստոնյան հավատացյալը նորմալ կյանք ունենա։ Թե ինչպես է պետք հասնել, ինչպես աջակցել եւ լավնացնել, բարելավել հոգեվոր եւ բնական կյանքը։ Այսինքն դա վստահության պատճառով է լինում, որ դու հասնում ես մի բանի, բարելավում ես, լավնացնում ես դա, եւ մենք հասկանում ենք դրա իմաստը հասկանում ենք այս խոսքերի, թե ոնց անեմ ավելի լավ բաների հասնեմ ու ավելի լավ բարելավեմ բնական կյանքը։ Օրինակ բնական կյանք, երբ որ բարելավում ես, կյանքիդ որակը փոխվում է։ Եթե համաձայն եք, ասեք ամեն, որովհետև եթե դու մի բան լավ ես անում, դու լավ ես անում նախ եւ առաջ քեզ համար եւ բարելավում ես քո իրավիճակը եւ քո կյանքը ինչքան բարելավում է, ինչքան լավնացնում ես, հասցնում ես որակի, դու դրա մեջ վստահ ես զգում քեզ։ Հետո դու վստահ ես զգում քեզ։ Շարունակում ենք, որովհետև հենց վստահության օգնությամբ շնորհիվ վստահության օգնությամբ դու կարող ես քեզ ճանաչել։ Դու դեռ քեզ չես ճանաչում։ Մարդիկ կան անգամ չգիտեն իրանք ով են։ Խոսքս չի գնում անուն ազգանունի մասին, այլ խոսքս գնում է դու չգիտես թե դու ինչերի ես այն ոնց են ասում սպասոբնի ռուսերեն ասած ընդունակ չէ, որ ասում է
Ես իմ արարքների համար պատասխանատու չեմ, որովհետև ինքը գիտի իրան։ Չգիտեմ խիեն է ձև ասում, ճիշտ է, սխալ է, ամենայն դեպս եւ քո կարողություններին դուք պետք է իմանաք, ճանաչեք ձեզ, ճանաչեք ձեր կարողությունները, իմանաք ձեր հնարավորությունները։ Մարդկա միշտ ասում է, ես չեմ կարա։ Ես չեմ կարա։ Բա որ եկոս դու փողոցում կալեդոց ունես, օրինակ բաց կալեդոց, գիշերը, իրիկունը։ Դու եք ասես ես գիշերը դուրս չեմ գա։ Բայց ամենայն դեպս հնարավոր է մի օր միտեղ սենց կեսիցը տետնես, բա դու չիմանաս որ դու կարաս այդ կալեդոցից դուրս գաս, թե չէ։ Չգիտեմ հասկանում եք ինչ եմ ասում, թե չէ։ Մարդիկ կամ ոչ մի բան չեն կարում, իրանց մոտ ոչ մի բան չի ստացվում։ Իրան անընդհատ ասում է, ես չեմ կարա, ես չեմ անի, իմ մոտ չի ստացվում։ Դա նշանակում է, որ մարդը վստահություն չունի իր վրա եւ չի ճանաչում ինքը իրեն։ Դու կարող ես ամեն բան քեզ զորացնող Քրիստոսով նախ եւ առաջ, մանավանդ եթե դու Քրիստոսին ես եկել, այն ժամանակ դմբո էր, օրինակ, եւ քո կարողությունները թերագնահատում էր, իսկ մի եկել ես Հիսուսին, ու Հիսուսի հետ չի ստացվում քո մոտ ոչ մի բան։ Ուրեմն պետքա ճանաչես քեզ, ճանաչես Տիրոջը նաեւ։ Այստեղ երկու անձի պետքա դու ավելի լավ ճանաչես։ Ես ինձ գիտեմ, չէ, ես իմ վատ տեղը գիտեմ, չէ, ես իմ այս վատ խասյատի տեղը գիտեմ, մարդ այդ ձև ասում, օրինակ, չէ, դուք ասում եք ձեզ, թե չէ, ես գիտեմ, չէ, ես խղճից թույլ եմ, ես պետքա մեկա չկարենա մատկաս կամ, բայց դուք պետքա ճանաչեք ձեզ, չէ, ամենայն դեպս պետքա ճանաչեք, որ կարողանաք ասեք ոչ, Այն ժամանակ սաղի համար լավն է, որ ասում էի այո, իսկ մի որ ասում եմ ոչ, արդեն լավը չի ինքը, զդրաստի, քրիստոնությունը դա թեորիա չէ, դա կյանք է, քրիստոնությունը պրակտիկա է, երբ որ մենք լսում ենք ստեղ մի խոսք, մենք պետք է դրան կիրառենք, Գիտեք շատերը ինչի են գալիս ստեղ ու սիրարվում այս ծառայությունների վրա, որովհետև ստեղ գործնական քայլեր կա, պրակտիկ քայլեր կա, մենք դա ուղղակի չենք ասում, այդ մենակ չենք խոսում, դա ապրել ենք, դրա համար իրանք գալիս ու տեսնում են մի բան, որը իրական է, իսկական է, քրիստոնեական կյանքը դա աշակերտության կյանքն է, դա շատ կարևոր, կենսականորեն կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ աշակերտությունը դա պրակտիկ կյանք է, փորձառաբար կյանք է։ Աստված ուզում է, որ ամեն քրիստոնյա աշակերտության մեջ լինի հաղթանակ, հաղթական, հաջողակ, հաղթական։ Երբ որ դու հաղթական ես, դու վստահություն ունես։ Ինքնավստահության պակասի պատճառով շատ լավ մարդիկ կործանվել են։ Շատ լավ մարդիկ կործանվել են ինքնավստահության պակասի պատճառով։ Դուք հենց գիտեք, դուք դրանցից վատն եք եղել։ Դուք հենց գիտեք դրանցից վատն եք։ Դուք մտածում եք, որ դուք չեք կարող եւ մենք էլ ասես մի կուճկա մարդ ենք հավաքվել, մի բուր մարդ ենք հավաքվել, ու մենք շատ ցածր Ես բան ունենք մեր վրայով, սենց հայացք ունենք, մենք մեզ նայում ենք շատ վատ, ցածր և հետին և ստորին խավի մարդ։ Դուք դեռ չեք բացահայտել ձեզ և ձեր կյանքի տարիների մեծամասնություն գնացել է։ Արդեն ստեղ շատ է 30-ին կացով խփում են, 40-ին են կացով խփում, 50-ին մտածում են կյանքը սա է, ամեն առավոտ նույն բանն է։ Չէ, դուք պետք է սկսեք բացահայտել այն վստահությունը և այն պոտենցիալը, որ դու ունես և սկսես փոխել իրավիճակը, դու պետք է բացահայտես քեզ։ Գիտեք, ինքնավստահության պակասը պահում է հանճարեղ մարդկանց, որպեսզի նրանք իրանց այդ պոտենցիալը չդրսևորեն։ Իրանց հանճարը երբեք չհայտնվի, չբացահայտվի։ Գիտեք, ամեն մարդ իր ամեն բնագավառում պետք է բացահայտի։ Կրկնեմ միտքը, որովհետև սա կարևոր է։ Ինքնավստահության պակասը պահում է հանճարեղ մարդկանց։
նրանք հանճարեղ են իրենց կյանքի տվյալ բնագավառում, բայց ինքնավստահության պակաս կա, որ այս մարդը կյանքի մեջ ռեալիզացնի իր հանճարը։ Գիտեք, չէ, հանճարեղ մարդիկ հիմնականում շատ ծույլ են լինում։ Դա մա շատ բանի չեն ասնում։ Բայց վստահության պակասը դա հիմնական վախն է։ Վախն է պատճառը, որ ինքը վստահ չի իր վրա։ Եվ երբեք դա տեղի չի ունենում, ինչ որ կարար տեղի ունենար այդ մարդու միջոցով։ Աշխարհը գերազանց մարդկանց է թաղել։ Աշխարհը գերազանց մարդկանց է կորցրել։ Եվ ստեղ դուք եք նստած, այդ մարդիկ դուք եք։ Եվ դուք երբեք չեք հայտնաբերել, փորփերը մի քիչ խորը, որ հայտնաբերեք, որ ինչ կա ձեր մեջ եւ ձեզ գիտենալով, որ դու կարաս քո մեջ խոր ես ձևացես, բայց ես դա կարայի անեի։ Բայց ես դա կարայի ու իմ մոտ կստացվեր։ Դու տեսնում ես ուրիշը անում, հա, իր մոտ ինչ որ լավ չի ստացվում, բայց դու գիտես, որ եթե դու անեիր, ավելի լավ կստացվեր։ Եվ պետք չի կողքից նստել ու ասել, ես քեզանից լավ կանեի, ես իրանից լավ կանեի, դու պետք է անեիր դա։ Որ տենային, որ ավելի լավ եւ ավելի որակով են դա անում։ Քան դու նստած մտածում ես, որ դու կարայիր անել ու դու չարեցիր, որովհետև քեզ վախը պահեց։ Վախն է պահում մարդուն, որ ինքը չի անում։ Գիտեք, ինչքան քաղաքական գործիչներ կան, որ մտել են պարլամենտ, մտել են ազգային ժողով եւ դարձել են ուժեղ քաղաքական գործիչ։ Եվ իրանք արել են դա վստահության պատճառով։ Այս երիտասարդին, որ գնդակը արեցին, բավականին պոտենցիալ պրեզիդենտ էր եւ միգուցե մյուս ընտրություններին արդեն ինքը դառնար Տրամպից հետո եւ սպանեցին իրան մի խոսքով եւ մենք շատերս կարող է նայենք ասենք դե ոչ ես իրան կարան դանեն նա կարանի այն մեկը կարանի այդ դու արա էլի իմ տեղը այն մեկի տեղը մենք կարային կանենք դա մեզանից շատերը կարային մտնեին քաղաքապետարան կարային մտնեին ավականի կարային մտնեին քաղաքապետ դառնային կարային մտնեին դառնային քաղաքական գործիչ մենք նայում ենք չենք հավանում տվյալ երկրի ղեկավարության կառավարությունը կամ քաղաքական գործողությունը մենք չենք հավանում բայց մենք կարայինք մտածում ենք մենք կարայինք բայց մենք չենք արել որովհետև մենք չենք վստահել մեզ մենք վախեցել ենք որ այդ բանն անենք որտեվ շատ էին ամոթն է խեղդել, որտեվ շատ էին ամոթն է հետ պահել, վախն է հետ պահել։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես հաղթահարել եմ լիքը իմ սեփական վախերը, որ մարդկանց առաջ կանգնեմ ու ծառայեմ մի օր։ Դա չի եկել հոգևոր կյանքում, դա եկել է ինձ այդ մանկուց։ Երբ որ երեխեքը բեմին սովորում են, հիմա իմիկվանից սովորում են, խորա, ինչ-որ ներկայացում է, իրանց միկրոֆոն ենք տալիս, իրանց բեմ ենք բարձրացնում, իրանք սկսում են ելույթ ունենալ, եւ այդ ձև, երբ որ իրանք դրա մեջ հասունանում, գնում ենք ուրիշ տեղերի բեմեր, իրանք պատռում են այդ բեմը։ Իրանք հաղթարել են բեմը ստեղ, իրանք հաղթարել են բեմը ստեղ են հաղթարել։ Եվ ես տարիներս շարունակ նայում եմ բեմին եւ մարտահրավեր էր բեմը ինձ անընդհատ գցում ու ասում էր որ դու կարաս, որովհետեւ ես նայում եմ որ իրանք կարոզում են, ասում եմ ես կարամ անեմ դա։ Եվ ես վախենում էի։ Եվ ինձ պահում էր վախ, ինձ բրդում են մի անգամ առաջից, գնա բեմ, գնա զոհ խոսա, մանավանդ ասել են, չէ պատրաստվե, չէ ուզում խոսամ։ Ես վախում եմ, որովհետև ինքնավստահություն չունեի, որ ես կարամ գամ բեմ ու խոսամ, որովհետև բեմը ինձանից ուժեղ էր։ Ես վստահ չէի, որ կամ բեմ կանգնեմ։ Ես վստահ չէի, որ դասանում կամ աշակերտների առաջ կանգնեմ 32 աշակերտի առաջ ու դաս պատմեմ, անգամ եթե դասս գիտեի։ Եվ ասում եմ, ես չեմ կարող, միկրոֆոն բռնելը դա մահ է։ Միկրոֆոն բռնելը դա մահ էր։ Ես միշտ ասում եմ, այ եթե ես սկսեմ ծառայեմ, ես անպայման միկրոֆոն կուզեմ բրոշ գալի, որ ես չբռնեմ, որովհետև ձեռն ես դողում է։ Բայց ես մի խնդիր չունեմ, ես բրոշկով դժվար կարոզեմ։ Բրոշկով մի քիչ ինձ համար խամ է, անսովոր է։ Ոչ թե վստահ չեմ, այլ ավելի լավ ձեռի միկրոֆոնով։
Բայց տեղ պետք է ալնեմ երկու ցերկս իլյուստրացիաներ անելու, բաներ ցույց տալու։ Մի խոսքով, գիտեք, երբ որ դու չես իրականացնում կոմիսիան, երբեք չես իրականացնում, դա գալիս է ինքնավստահության պակասից։ Ինքնավստահության պակասը գալ։ Երբեք դա տեղի չի ունենում։ Այն, որ դու հիմիկ պետք է մեկին մոտենաս, քարոզես, վկայես, իրավիճակ ստեղծես, պետք է իրան վկայես, քարոզես, վստահ չես։ Ինքնավստահ չես։ Դու վախենում ես քարոզես։ Դու քո պոտենցիալը չես հայտնաբերում դրանով։ Որովհետև ես սրան խոսալով, նրան խոսալով, մեկին խոսալով, փոքր ճանապարհին, երկու հոգու խոսալով, երեք հոգի խոսալով, ես տեսնում եմ օրից օր, որ ես վստահություն եմ ձեռք բերում։ Վստահություն եմ ձեռք բերում, ես կարող եմ քարոզեմ, վկայեմ, եւ մանավանդ իմաստություն եմ ձեռք բերում ու դա ինձ վստահություն է տալի, որ մարդուն այս ձև պատասխան տամ, մյուսին է ձև պատասխան տամ, մյուսի հարցին է ձև պատասխան ունենամ։ Ես կամ գնում եմ առանց Աստվածաշնչին, ասում ինձ հարցեր տվեք, ես Աստվածաշնչի տեքստերի իմանալով, Աստծո խոսքի իմանալով, ես պատասխան գրվածքի համաձայն։ Բայց եթե դուք չգիտեք Աստծո խոսքը, դուք վստահ չեք մեկին վկայեք։ Ինչ որ մեկը ուզում է մնա այս անվստահության մեջ, խնդիր չկա, մնացեք ձեր անվստահության այդ կոտրված բանի առաջ, տաշտի առաջ։ Գիտեք, մարդիկ կան, ովքեր իրանց անվստահության պատճառով երբեք չեն օրհնել աշխարհին։ Երբեք չեն օրհնել աշխարհին, որ իրան կարող են պատճառ դառնալ աշխարհը օրհնեին։ Դուք մտածում եք, դա ինչ է։ Դա այն է, որ ձեր պատճառով կարող մեկը օրհնված լիներ, երկուսը օրհնված լիներ, շատերը օրհնված լինեին։ Դա խանգարել է։ Դա մեծ Վան Գոգների է խանգարել անգամ։ Ես չեմ նկատի չունեմ Վան Գոգին, բայց նկատի եմ ունեցել այդ կարգի նկարիչին խանգարել է, որ ինքը նկարի։ Վախեցել է իր մատիտը քսի, իր այդ կիստը քսի կտավի վրա, վախեցել է։ Գիտեք ինչից է վախեցել, վախեցել է քննադատված լինելուց։ Վախեցել է դատվելուց։ Վախեցել է, որ մարդիկ իր նկարները կգան կտեսնեն ու չեն հավանի։ Եվ վստահ եղեք, ովքեր նկարել են, եկել են մարդիկ տեսնելու, այդ ինչ են ասում, ցուցահանդեսին եկե, տեսել, հմիկել են գալիս տեսնում նոր նկարիչների ու քննադատում են, բայց կներեք այսօր իրանց նկարները միլիոններ արժե։ Ով է լսում։ Վախեցել են, որ իրանց աշխատանքը կարա թերի գնահատվի։ Դուք վախենում եք, որ ձեզ կդատեն, կքննադատեն, ձեզ վրա կծիծաղեն, թքած թող ծիծաղեն։ Հիմիկ ես վախենում ասեմ, ես չեմ կարող այդ ձև բան անեմ։ Գիտեք, ես սկսել եմ աղոթում եմ քեզ համար, առաջ երբ որ դնում էի աղոթում եմ քեզ համար, 15 հատ վիդեո հեչ անեմ, որ մի հատը ստացվում էր։ Ու ես տեսնում եմ, որ չի, դու ես ինչ ասեցիր։ Քեզ պետք էր, որ դու այդ անկապ բանն ասեցիր, խի ասեցիր։ Ու դալից էի տալի, ու դալից լավ ստացում էր, արդեն պիկ 5 րոպե պետք է զապիս անեմ, էլի, միշտ 5 րոպե եմ ձայնագրում։ Մեկը վերջում, թե որտեղից մի հատ ապուշ բան ասեցի։ Ես ջնջում էի, հիմիկ չէի ջնջի, որովհետև ես այդ ձև եմ, այդ ձևը ես կարամ ինձ արտահայտեմ։ Եվ հետո 1, 2, 3, 4, 5 հիմիկ հենց պայտակի մեջ միանում է, դա ես անում եմ։ Եվ պատկերացնում եք ինչքան մարդ է քո երեսին նայելու, եւ մանավանդ մի օր գնում ենք, ուր ենք գնում, գրետն էլ ամես այդ ավտոում, սկսենք աղոթել ու սկսեցի աղոթել, աղոթում եմ քեզ համար, այդ վիդեոն կա, մեկը գրել էր այս խարիզմատ մուտիլովշիկները։ Առաջ ես ցաներ էի տանում, բայց հիմիկ դա կոմպլիմենտներ է ինձ համար։ Դա ես կոմպլիմենտ եմ համարում, որովհետև ոչ բոլորը ձեզ կսիրեն, ոչ բոլորը ձեզ կհավանեն, ոչ բոլորը ձեզ կնայեն, որովհետև շատերը նայում են ու կոնկուրենցիայի մեջ են մտնում, որովհետև իրանք էլ են ուզում աղոթեն քեզ համար։ Ասեմ շատերը, ես երբ որ աղոթում եմ, ես չգիտեմ մարդու որ աղոթում էր։ Թող անեն, նա զդարով է, խնդիր չկա։
բայց ես ռոբոտիզացված չեմ աղոթում։ Երբ որ ես աղոթում, մարդիկ վկայություն են գրում, որ բժշկվել են։ Եվ Սուրբ Հոգին գործում է, ես այնտեղ բանը ոտանավորներ չեմ կարդում որոշների պես։ Տերը օրհնի իրանց, թող անեն, թող մեր օրինակից վերցնեն եւ անեն։ Ես չեմ վախում դրանից։ Ես վստահ եմ, ոչ թե ուղղակի բան այլի անում եմ ինչ որ, այլ անում եմ այն ինչ որ իմ սրտի մեջ կա։ Եթե դուք անեք ինչ որ ձեր սրտի մեջ կա, Աստված ինչ որ ձեր սրտի մեջ դրել է, դա Աստծո խոսքն ասում, գնա եւ արա ինչ որ քո սրտի մեջ կա, Տերը քո հետ է։ Եվ Տերը քեզ հաջողություն կտա։ Մենք վախենում ենք հետ ու առաջ, հասնում ենք այդ դրան մոտ, որ էսա պետքա թագենք, որ դուռը բացեն մեզ, եւ մենք միանգամից արդեն բան ենք արել, որոշենք, որ մեզ ատկազ են անելու։ Թող անեն։ Դուք թագեք, թող իրանք ատկազ անեն։ Ձեզ դուրս շպրտեն դռնից, պատուհանից ներս մտեք։ Կրիշից ներս մտեք։ Շատ է թե մեկի դուրը չի գա։ Դրա համար ստեղ նստածների 99% մասը ոչինչ էլ դեռ չի արել։ Դուք գիտեք, որ Աստծո առաջ կանգնելու ենք սաղս։ Մենք պետք է դատվենք նա համար, որ չենք արել։ Ինչ որ մենք կարող ենք անել։ Միշտ մեկը կարայք կերակրեիք ինչ որ մեկին, ոչ թե շներին, կատուներին, ծիտիկներին, այլ մարդկանց։ Կարայք օրհնեիք։ Իրականում կարայք օրհնեիք։ Դու կարայք պատճառ լինեք ինչ որ մեկին ավետարան քարոզելու, որովհետև դրա հետևը կանգնած է գաղտնիք, երբ որ դու օգնում ես, օրհնում ես, դա հնարավորություն է տալի, որ դու քարոզես ավետարան, իսկ ինքը չի կարող քեզ մերժել։ Ինքը խելոք կլսի քեզ։ Դաժե թույլ կտա, որ դու աղոթես իր համար։ Դա խանգարել է անգամ քարոզիչների։ Գիտեք, քարոզիչներ կան, որ իրանց միտքը չեն արտահայտվի երբեք։ Երբեք իրանք բեմում չեն հայտնվի։ Երբեք իրանք չեն քարոզե։ Բայց իրանք պոտենցիալ քարոզիչներ են եղել, որոնց ծառայությունը, օծությունը, ճակատագիրը, կոչումը կապված եղել հրաշքների հետ, նշանների հետ, Սուրբ Հոգու 9 պարգևների հետ։ Եվ երբեք իրանք գլխավոր հայտնությունները դեռ չեն ասել, որոնք կարող էին ասել եւ չեն ասել, եւ պատճառը ինքնավստահության պակասն է եղել։ Մեկին որ ասում ես արի քարոզի, մտածում է թե էսա իրանց տեղ մորթելու են։ Դու սխալվելու ես։ Դու ճիշտ ես ասելու։ Դու կարմրելու ես, կարկամելու ես, գալու ես տեղ կանգնես, տետրը դնելու ես, նայելու ես, տետրի տենալու ես, սաղ սպիտակ է, ոչինչ չի երեմ։ Գրասները անհայտացել աչքի տար։ Դա նորմալ է։ Երբ որ ես առաջի անգամ միկրոֆոնը վերցրեցի, ես ուզում էի ներողություն խնդրեմ, որ կանգնել եմ, մտեղ ու ասեմ, ես չգիտեմ ոնց տեղ հայտ, կներեք, ես գնում եմ։ Դա Երևան էր, երբ որ ես Տիգրանանց բեմում կանգնեցի։ Սենց միկրոֆոնը հենց վերցրի, այս են ձեռքս իջավ։ Ինձ համար ոնց որ 50 կիլանոց է գիրեղն է, ձեռս իջավ։ Ուզում էի միկրոֆոնը դնեմ երկրորդ տարբերակ ու սկսեմ տենց խոսամ։ Մեզ դա ալիճա, ինչ առանց միկրոֆոնի։ Ժողովուրդ, ես անդեպ պանիկայի մեջ էի։ Դեռ ես պանիկայի մեջ ուզում ասես, գնում եմ, ես էսի չարեցի։ Բայց գիտեք մի բան ասեմ, վստահությունը կարևոր բան է, լսեք, ես հետ օրը առավոտ, երբ որ պատրաստում էի դեռ երկրորդ հարկի բալկոնում ընդեղ մեր քույրերից մեկի տունն ենք, բացեցի Աստվածաշունչը, որ այդ տեղը, որ պետք է այս կարդամ հին ուխտից, մերս զանգեց, ասեց ինչ կա չկա, գիտեք ինքը միշտ հակառակ եղել, միշտ հալացել է, միշտ նեղվել է, ասի սենց պատրաստում եմ, ինչ ես անց պատրաստում եմ, ասեց ինչի ասեցի, այսօր ես բեմ պետք է բարձանամ ու չգիտեմ ասի ինչ սպասեմ, գիտեք ինչ ասեց մեզ, ասեց ես քո համար կաղոթեմ, ժողովուրդ ես կյանքից մեջ առաջ անգամ լսել, գիտեք երբ որ բեմի վրա այդքան բանը ինձ հետ եղավ, դա այնքան շատ բան էր, որ եղավ ու շատ վատ էր, ես հիշեցի, որ մեզ ասեց ես կաղոթեմ քո համար, գիտեք դա ինձ վստահություն տվեց, իրոք դա ինձ վստահություն տվեց, որ ես այդ օրը հասկացա, որ մեզ աղոթել է ինձ համար,
Աստված օգնելու է։ Գիտեք, երբ որ միկրոֆոնը բարձրացրեցի, Սուրբ Հոգին իջավ վրես։ Ու գիտեք ինչ եղավ։ Այդ օրը շատերը բերին իրանց մոբիլնի այս ձևի հեռախոսները գցեցին բեմարտակ։ Այս հեռախոսները նոր էր դուրս եկել, նոր։ Լայս ձևի չէր, սա շատ հացուպանիր պետք է ուտեր, որ սենց դառնար։ Շատերը գցեցին իրանց հեռախոսները, շատերը գցեցին, մեծ գումար հավաքվեց, մեծ զոհ հավաքվեց։ Ես այդ օրը խոսում եմ, որ երբ որ դու զոհասեղան ես կառուցեմ, երբ որ զոհ ես բերեմ, Աստված գալիս է, ունդեղ գերբնական հանդիպում ալինեմ, երբ որ դու ստեղծում ես, շինում ես, այդ Աստված գալիս է, այնտեղ գերբնական հայտնության փոխանակում է գալիս, դու բերում ես բնական զոհ, Աստված գալիս է գերբնական եւ սկսում է քեզ հայտնություններ տալ, շատ ուժեղ էր։ Ես այդ օրը չէի իջնում բեմից, չէի ուզում իջնել, ես այնտեղ վարում էի, ցանում էի, չգիտեմ, ես այդ օրը գժոտ էի, ես չգիտեմ, շատ ուժեղ բան տեղի ունեցավ։ Ես այդ օրը հաղթահարել էի իմ հոգու մեջ դեռ նախկին եկեղեցու ծառայությունների ժամանակ, որ ես անընդհատ իրանց բեմն էի տեսնում ու իմ հոգու մեջ հաղթահարում էի, դա հաղթահարում էի, ընդամենը մի փոքր վստահություն, որ մեզ ասեց կաղոթեմ քեզ համար։ Դա իրական խանգարել է շատ քարոզիչներ, եղել են մարդիկ, ովքեր կարող էին ցնցել աշխարհը, բայց չեն ցնցել։ Կարային այդ խոսքը ասեն, բայց չեն ասել։ Կարող են այդ միտքը հայտնությունը ասեն, որ դեռ չեն ասել, դեռ աշխարհը չի լսել այդ հայտնությունը։ Եվ իրանք տենց են մեռել են։ Եվ իրանց վստահությունը, անվստահությունը իրանց վրա կործանել է իրանց կոչումը, ճակատագիրը։ Վախեցել են դա անեն։ Նահանջել են, ասել են ես դա չեմ կարող անել։ Գլուխներ կախել են փոխանակը, որ պետք է գլուխներ բարձրացնեն։ Գիտեք, երբ որ վստահություն կա, գլուխը դու բարձր ես պահում։ Երբ որ վստահություն չկա, գլուխդ կախում ես, ամաչում ես։ Գիտեք, սրա այդ ես պայքարել եմ, սա տանջող բան է։ Երբ որ դու վստահություն չունես, որ դու չես կարող անես, դու կարող ես ամեն ինչ, ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսով։ Հալելույա։ Նրանք ուղղակի չեն ունեցել վստահություն իրանց վրա։ Վատնել են իրանց պոտենցիալը, ստեղծագործական կարողությունները։ Ես կարող եմ խոսում եմ, մեկն է լսում է, ասում է, հա, միթոմիչ, մեկը ես անվստահ մարդ եմ, ես չէ, իմ մոտ չի ստացվի։ Աստված գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր ապավինում են իրան, վստահում են իրան, հասկանում են, որ ես ամեն ինչ կարող եմ, ինձ զորացնող Քրիստոսով։ Տարիներ երկար, տարիներ հետ են մնացել։ Կյանքım, իրանք կյանքım երիտասարդ են, բայց 100 պարագրաֆ հետ են իրանց հասակակիցների մեջ։ Նայեք 31 տարեկան էր, 31 տարեկան, ամբողջ աշխարհը ցնցեց, ամբողջ աշխարհը, իրան մահացած ժամանակ ավելի շատ մարդ քարոզվեց ու իմացավ, քան իր ողջ ժամանակ թեպետ եւ ցնցում էր, ինքը կոնկրետ ռեֆորմատոր էր։ Ժողովուրդ հասկանում եք դա ինչից է գալիս։ Ես լսում եմ իր հարցազրույցները լսում եմ, ես չեմ լսում, ինքը ինչքան մարդու է խոսում, դա ինձ հետաքրքիր չի, ես լսում թե ինքը ոնց է մտածում։ Դա ինձ ցնցում է, ես լսում եմ օրեր առաջ, ես ասում եմ, թեպետ ես աբորտների մասին միշտ խոսացել եմ, բայց երբ որ լսում եմ իր հայացքները, իր մտածելակերպը, դա ավելի է շատ ինձ օգնում։ Եվ ես ավելի եմ վստահություն ձեռք բերում, որտեղ որ խոսում եմ, որտեղ որ մարդիկ ասում են ես մեղք չունեմ, դրանք հիմնական կանայք են միջին տարիքից բարձր, ես ասում եմ աբորտների մասին, բոլորը իրանց մեղքերը հասկանում են միանգամից, որ մեղք ունեն։ Վախեցել են, որ կարող է իրանք մրցունակ չլինեն, դա էլ է պատճառ։ Դուրս են եկել խաղից, որովհետև վստահ չեն եղել իրանց վրա։ Դուրս են եկել խաղից, որովհետև ասել են ես մրցունակություն չունեմ այս շուկայում։ Շատերը տենց է բանկ չեն մտնելու, բանկից չեն դառնալու, որովհետև վստահ չեն իրանց վրա։
Հնարավոր է այսօր լսես ասես ինձանից ինչ բանկիր չէ, կարա իր ուժ բանելներ։ Ավելի լավ է մեռնել դա փորձելով, քան ձեռքերները ցալած նստել եւ ասել դա իմ մոտ չի ստացվում։ Սրանք ծույլ գեշ մարդիկ են, չար մարդիկ են։ Բոլոր ծույլ մարդիկ չար մարդիկ են։ Տերը իրանց դատելու է դրա համար, որովհետեւ ասեց դու չար ես ու ծույլ ծառա ես դու։ Որովհետեւ իմ մոտ չի ստացվի, սուտ ես խոսում։ Դու կարաս անես։ Քո մոտ կստացվի։ Երբեք Աստված քեզ բան չի ասի, որ դու չես կարող անես։ Դες բան չկա։ Երբեք քեզ Աստված հանձնարարություն չի տա, որ ինքը դա չի տեսել, որ կարա մեկը անի։ Առաջի անողը դա Հիսուսն է եղել։ Եթե Հիսուսն արի, ուրեմն մենք է կարանք անենք։ Եվ Հիսուս ասեց դուք ինձանից ավելի մեծ գործեր պիտի անեք։ Դուք հանդիմանում եք, ճիշտ է։ Պայքարում եք, նեղվում եք, դուք ձեզ տեսնում եք մի։ Բայց ես ասեմ պետքա դուք փոխեք ձեր իրավիճակը, բարելավեք ձեր կյանքի որակը։ Մարդ կա եկեղեցի չի գալիս այսօր նստածա տունը։ Որովհետև գա ինչ անի եկեղեցում։ Մեկը տախտակա ինքը չի փոխվում, ինքն ասում տես։ Բայց ես ասեմ այդ տախտակից կարան լավ սեղան շինեն, աթոռի ոտ շինեն, նշում մի հատ պիտանի բան շինեն։ Դու չես կարող, արի մենք քեզանից կստանանք այդ բանը, կշինենք, քեզ կդնենք դրա մեջ եւ դու կանես դա։ Քեզ պիտանի կանենք։ Ցեխա մտնում է մատերիալ, բայց ինչի՞ է այդ տախտակը մտնում։ Ավելի լավ է դու ձախողվես անելով, քան թե չանելով մտածես դու հաջողակ ես։ Դա էլ է կարևոր բան։ Ավելի լավ է դու փորձես, ձախողես, ոչինչ։ Դու կլինես վատ պրակտիկ, ձախողված պրակտիկ, քան թեորետիկ հաջողակ մարդ։ Ումա պետք որ դու թեորետիկ ամեն ինչ գիտես, բայց ոչ մի բան պետք չի քո իմացածներից։ Դու գիտես, մեկին խոսում ես, որ ես գիտեմ, կներես, քանի բանն ես քո գիտեցածից ապրեմ, կամ անում։ Շատագիտուն մարդիկ են դրանք։ Ես լսողներից ոչ մեկին նկատի չունեմ, որովհետև ոչ մեկին չեմ է տեսնում այս պահին, որովհետև սա աուդիո զապիս է։ Ովքեր լսում են ինձ, թող լսեն, որովհետև Սուրբ Հոգին ասում է նրանց, ովքեր ականջ ունեն, թող լսեն, թե ինչ ասում Հոգին հենց իրանց։ Ոչ մի մարդ ընդհանրապես չի ծնվում ինքնավստահ։ Ինքնավստահ ոչ մեկ չի ծնվում։ Եվ այդ ինչից պետքա սկսենք։ Ստեղ կա մի մարդ, որ ինքը ծնվել է ու ինքը վստահ է եղել, որ ծնված օրվանից։ Ծնված օրվանից կանգնել է, ծնված օրվանից քայլել է։ Դուք կարաք տենց բան անեք, դուք տեսել եք տենց բան, ծնվել է, մոր փորից դուրս եկավ, երկու լոկենկով մարդը մանա գալիս Իրանյան։ Դուք տեսել եք տենց բան։ Բայց ուզում եմ մի բան ասեմ ձեզ։ Մենք 5 երեխա ենք ունեցել, մենք բավական փորձ ունենք երեխեքի առումով։ Երբ որ կանգնացնում ենք, իրանք կանգնում են իրանց ոտքի վրա, բայց վստահ չէին, որ կարող են մնան այդ ձև։ Իրանց ոտքերը ամուր էր, բայց վստահ չէին, որ կարան մնան կանգնած կամ քայլեն։ Դրա համար վախենում ընկնում են։ Ոչ մեկ չի ծնվում վստահությամբ։ Եվ մենք տեսել ենք դա, երբ որ ասում լավ, ընդամենը վստահությունը պետք որ այս երեխեն քայլի։ Ուղղակի աբարոտ անի, որ ինքը կարա դա անի, բայց ինքը չի մտածում դրա մասին։ Ինքը վստահ չի, որ ինքը կարա, եւ մենք տեսնում ենք ոնց են խելի իլնում։ Վախեն, բայց ոտներները պինդ էր։ Բայց 1, 2, 3 ամեն քայլի հետ վստահությունը մեծանում, ամեն քայլի հետ վստահությունը աճում, եւ հետո տեսնում ես, վազում է դու էլ չես հասցնում իր հետևից։ Ասեք որ ուժեղա։ Ալելույա Հիսուս, փառք ես։ Հետո երբ որ այդ երեխեքին մենք սովորացնում ենք խոսալ, համենայն դեպս իմ երեխեքից ոչ մեկ ուրիշի չի սովորել խոսալը։ Մեզանց է սովորել, մեզանց էլ կան նեղանան իրանք։ Այդ ես եմ քեզ սովորացրել խոսալը։ Իմ 5 երեխեքին ես եմ սովորացրել խոսալ, Լաուրն է սովորացրել խոսալ։
լսում եք, երբ որ մենք առաջի անգամ իրանց ասել ենք, ասա պապա, մարդկա չի ասում, իր երեխուն չի սովորեցնում ոչ մի բան, որովհետև ինքն էլ կամ խելք չունի։ Առեսօր ինքն չի խոսում։ Բայց երբ որ մենք իրանց ասել ենք, ասա պապա, չէ, մի բան էր, բայց դու ուրախացել ես, չէ, որ ինքը ասեց պապա ոնց որ։ Բայց ոնց որ մամա ասեց, չէ, ոնց որ ուրիշ բան դուրս եկավ։ Բայց դու ուրախացել ես, չէ, որ ինքը այդ բանը կրկենա, մի բառ, երկու բառ, երեք բառ, օրեց օր ինքը սկսել է ավելի վստահ լինել, որ այդ բառը ասում է ճիշտ, հստակ եւ այն ձև ոնց որ դու ես ուզում լսես։ Բայց ձև ալնում, ոչ մեկ չի ծնվում վստահությամբ։ Բոլորը ծնվում են անվստահ, դառնում են վստահ։ Ասեք ամեն։ Մենք ուրախանում ենք, երբ որ ասում ենք այդ երեխեքին տենց խոսալ ենք սովորացնում։ Մենք չենք ասում, ինչ ես խոսում։ Ինչ ես բլբլվա, ձենդ կտի սուս մնա, դու չես կամ քո մոտ չի ստաց։ Մենք ուրախանում ենք, որ իա լոզե թափը խլինք պստիկ թափը, ինքը դեռատամ չունի, ինչ որ բաներ է բլբլում, բլա, խոսում է։ Մենք ուրախանում ենք, մենք չենք ասում, սուս քո մոտ չի ստացվում։ Մեզ հիմնականում անվստահությունն է, կոտրե, վախն է կոտրե։ Վստահությունը գալիս է կատարելու ժամանակ։ Վստահությունը Աստված դրել է այդ փոքրիկ անմահ հոգու մեջ, որը ծնվել է։ Այդ սերմի հատիկը վստահության Աստված դրել է այդ փոքրիկ անմահ հոգու մեջ, այդ երեխու մեջ։ Մենք նայում ենք այդ երեխուն, օրեցօր վստահությունա ձեռք բերեմ։ Վերեք նայում ես ձևը, ու մեկ էլ ասում ես, ես քեզ ինչքան եմ գրկել, ինչքան եմ պամպերսներ փոխել, բայց ինքը արդեն աշխարհաշուրջ տալիս։ Բայց դու մնացել ես պամպերս փոխողի մտածելակերպի մեջ։ Դու կարող եք վստահություն ձեռք բերել եւ զարգացնել։ Սկսեք զարգացնել մինչև գիտական աստիճան, մի վախեցեք։ Երբ որ ասել են սա գիտնականն է, գիտնական միշտ ձեզ տվածել է, որ դուք չեք կարող լինեք գիտնական։ Լսել եք, որ Հով Ռաֆայելը ասում է, Միխայելը գիտնական տղա է։ Դա փաստ է։ Դուք ինձ գիտեք գիտնական ով, այն որ բաներ է գրել, առաջի տոմ, երկրորդ տոմ, բաներ է գրել, ինչ են ասում, հատորները, որ հանրագիտարաններ է գրել, մենակ դրանք են գիտնականներ։ Զարգացրեք միջև գիտնականի աստիճան, աստվածաբանի աստիճան, զարգացեք։ Դուք ինչքան զարգանաք, այդքան վստահություն եք ձեռք բերելու։ Դու կարող եք զարգացնել վստահությունը ձեզ վրա եւ նրան ուղղակի աջակցեք։ Ձեր վստահությանը աջակցեք։ Մարդիկ կան, որ ունեցել են վստահություն, իսկ հիմա կորցրել են իրանց վստահությունը իրենց վրա։ Սա շտկվող հարց է։ Եղել է ժամանակ, որ ես իմ վստահությունը կորցրել եմ ինձ վրա եւ վստահությունս կորցրել եմ, որ ես այդ բանը այլևս չեմ կարել անեմ, մտածել եմ։ Բայց հետո սկսել եմ աշխատել, ուղղել, շտկել այդ հարցը։ Եվ ասեմ, ես կարամ, իմ մոտ կստացվի։ Տարին տարվա վրա դու մեծանում ես, սատանան գալիս է, ասում է, դու ծերանում ես արդեն։ Էլ դու չես կարողանես։ Զգում ես, որ էլ աչքերդ լավ չի տենում։ Զգում ես, որ դու էլ մեքենա չես կարող քշել, իրիկուն դու ապաստն ես արդեն դուրս գաս փողոց։ Դու չնկատեցիր դեռ, որ ինչ որ մեկին տակն էիր գցում կամ խփում էիր մեկի ավտով։ Սատան պաշով վոն։ Գիտեք, բանից մեկն է սա, դու ես կամ ճանապարհ կաս, կտրես, գնաս։ Այդեն գիտես 10 տարի առաջ էր, դեռ դու ջահել էիր։ Այս կողմ, այն կողմ, ես այն ժամանակ вообще փորձառություն չունեի, որ այդքան ճանապարհ քշեցի, գնացի։ 500 տուդա, 500 սուդա։ Պլյուս որ գիշերը, որովհետև ես այդ տարիքը դեռ էլ չունեի,
ոնց որ Արտուշներ, ջահել երեխա էր։ Մի 20 քանի տարեկան։ Իսկ ես արդեն ինչքան է 42 էի, որ սկսեցի մեքենա քշել։ Ասում եմ ես այս տարիքին գիշերը այդ ինչ ռիսկ արեցի, քշեցի, գնացի։ Իսկ մի սատանան ասում, դու էլ չես կարա գնաս, այդքան ճամփեն, գաս այդքան ճամփեն։ Գիտեք, ես պատրաստ եմ նորից գնամ կամ, էլի գնամ կամ։ Մեկ եղել է, որ ձմեռնել եմ ուզեցել գնամ։ Հետո ընդեղ ասեն ձմեռը ոչ բան չկա, գայս, ես ինչ անես։ Ախքի ուզեցեմ գնամ, հանգստանամ, կտրվեմ, բայց եկեք արկածները չփնտրենք, բայց ես վստահ եմ, որ ես կարամ անեմ դա։ Աստված չի ուզում, որ վստահությունը կորցնես, Աստված ուզում է, որ վստահությունը ձեր մեջ ավելանա մինչև մահ։ Չի ուզում Աստված, որ ես ու դու կորցնենք վստահությունը։ Գիտեք, այդ վստահությունը, հավատքի վստահությունը, որ դու ունես քո հավատքը, չկոտրվել եւ վստահ լինել։ Իրավիճակ կա, որի հետ պետք է հարցերը լուծել, որտեղ դուք վստահ չեք։ Այդ իրավիճակի հարցը պետք է լուծել, պարզել։ Օրինակ իրավիճակ է, հանդիպել ես մեկին, որ գալիս է նույն մայթով, եւ վստահ չես, որ դու իր հետ պետք է կարողանաս ինչ-որ բան խոսաս, կամ վստահ չես, որ իր հետ կարաս շփվես։ Խեք փողոցն է այդ փոխում։ Խեք մայթը փոխում։ Խեք անվստահությունից հեռախոս դնեմ ականջներից, ինչ որ անկապ այդ բան չգիտեք ում եք զանգում։ Խեք անում այդ բանը։ Մի արեք այդ բանը։ Ես երրորդ տարբերակում եմ, ես իրան կանցնեմ չեմ նկատի։ Ոչ, անցի, նկատի, բարևի, շփտա։ Քեզ հիմարի պես մի պահի, ցնդացի պես մի պահի, տարօրինակ, վայ դրանք։ Եկեք մենք մեզ հիմա այդտեղ չդնենք իրականում։ Մարդկանց հետ վախում ենք շփվենք, որովհետև վստահ չեք, ինչ պետք է անի, քեզ ուտելու է։ Ինչ պետք է անի քեզ։ Հա, կամ էլ ինչ-որ ուրիշ եկեղեցուց եք մարդ տեսնում, ինչ կա որ փախչում եք, այլ մոլորակայինի պես եք ձեզ պահում, վայ անգամ նա իրան չբարևի, վայ գիտեք ինչ, վստահ եղեք, գլուխն հետ բարձր պահեք, դուք ինչ-որ մեղավոր չեք, որ այսև կուչուհու փեկած, դուք արդար եք, հասկանաք արդարը համարցակա, ինչպես առյուծ, արդարը ծաղկում է արմավենու պես և ցույց տվեք, ապացուցեք, որ դուք ծաղկում եք։ Իրականում ծաղկում եք եւ այնքան ավյուն, այնքան դինամիկա, այնքան պոտենցիալ ունեք, այնքան ուժ ունեք, որ կարաք իրավիճակի վրա տիրեք, ոչ թե իրավիճակից կառավարվեք։ Դրա համար պետք է պարզել իրավիճակներում շատ հարցեր։ Անվստահությունը կործանում է մարդու հոգին։ Դիսբալանս է առաջացնում։ Սոցիալական բնագավառում, հոգևոր բնագավառում, գործնական բնագավառում։ Դա դիսբալանս է առաջացնում անվստահությունը։ Քո հոգին դիսբալանս է ստանում, շեղվում է քո հոգին։ Աստված ուզում է, որ մենք վստահ լինենք Քրիստոսի միջոցով։ Աստված ուզում է, որ մենք վստահ լինենք իր միջոցով։ Գիտեք, երբ որ Հիսուս ներկա է լինում, դուք նկատել եք, որ ես ավելի վստահ եմ, քան երբևիցե։ Նկատել եք, որ ես ինչքան համարձակ եմ։ Ճիշտ է, առաջ բարձանում է աթոռներին, այստեղ կանգնում էի։ Ասեմ ավելի վատ աթոռներին դրված է, ճոճվում եմ։ Ես կասկածում եմ, որ կարամ անեմ դա։ Բայց գիտեմ, որ սրա վրա ես կարամ բարձանամ, անեմ դա։ Գիտեք, ոչ թե ես արդեն պապիկ եմ դարի 70 անց, էլ չգիտեմ, չեմ կարա բարձանամ։ Կամ բարձանամ, ուղղակի ինձ մեկ նկատողություն են արել, որ կեղտոտում ես աթոռները, ոտներով բարձանում ես, հետո դա սիրուն չի, մարդիկ, գիտեք,
Ինչքան մարդիկ կան ցած անվստահ, որ ինձ իրանց անվստահությունը հաղորդել են ասելով, այդ բառը մի ասա, այս sense մի արա, այնց մի արա։ Մեկն էլ եկել ասելա, այս շորը մի հակնի, մեկն էլ ասելա, բանը ուրեմն չի, ուրեմն նա, չգիտեմ ինչ, եւ կորցրել ես քո ունակությունը թռնելու։ Բայց հետո ես մտածել եմ, որ ես գաստո եմ գալի ջինսով, Կիրակի օրը, մի դե տենց լավ ջինս չունեմ, որ գամ Կիրակի, լա դա սպասեք ունենա։ Գալու եմ էլի, այդ դու չէիր ասում, որ ջինսով, հա, ես գալու եմ ջինսով։ Ես վստահ չէ, բայց մի վստահ եմ։ Շատ բաներ կա, որ ինձ ասում են, ես միասայն, բուժում են, իտոգում դու շատ վատ ես ավելի։ Եղել է, չէ՞ որ մարդը բուժվե, ավելի վատ է դառը դրանց։ Մուլտիկ եմ հիշում, մանկության ժամանակ, մի մարդ, որ կամ էր թռներ, գնում էր ոտնից, սկսում էր թռնել։ Հետո կոմիսիա հավաքվեց, նստեցին, ասեցին, ոնց ես թռնում։ Սա էլ ցույց տվեց, որ գնում է, սկսում է թռնել, ասի չէ, տեն չէ։ Թռի ոնց որ նորմալ մարդիկ են թռնում։ Ինքը չգիտի նորմալ մարդիկ ոնց են թռնում, ինքը գնում է, ու սկսում է թռնել, ասում են չէ։ Այս մարդ ունեն կամ այցեն, ասին տեղիցդ պետք է թռնես, չպետք է գնաս թռնես։ Այս մարդը խճճվեց, շփոթվեց, մոռացավ թե ինքը ընդհանրապես ոնց էր թռչում եւ ասում այդ օրվանից մարդը մոռացել է թե ինչպես է պետք թռնել։ Փիլիպպեցիս 4:13 4:13-ում ամեն բան կարող եմ նրանով, որ ինձ զորացրեց, այսինքն Քրիստոսով։ Ինչ է վստահությունը, ինչ է ինքնավստահությունը, առաջինը պետք է իմանալ, թե ինչ է ինքնավստահությունը, սա ամենակարևոր բաներից մեկն է։ Վստահությունը կապված է ընդհանրապես ապավինության հետ։ Վստահել, հավատալ, ապավինել բառերն են։ Գիտեք, լինում է ժամանակ, որ ես պետքա դեռ քարոզեի, Սուրբ Հոգին հենց իջնում էր ինձ վրա, ասում է, այ հենց հիմա եթե լինի ես կքարոզեմ, բայց հենց այդ զգացողությունը հեռանում է ինձանից, ես ասում եմ, ես չեմ կարա։ Դրա համար Աստված սկսեց սովորացնել ինձ հավատալ, ապավինել, վստահել։ Այս 3 բանը, որ ես հայտնաբերել եմ հավատքի կյանքի մեջ։ Երբ վստահում եք ձեր աչքերին, ուժին եւ լեզվին։ Երբ վստահում եք ձեր աչքերին, ուժին եւ լեզվին։ Վստահում ես քո աչքերին, որ դու կարող ես թելել ասեղը։ Վստահում ես, որ դու կարող ես նորից թելես ասեղը ու կարես։ Եկավ ժամանակ, որ ասել ես ինչ կարանեմ։ Կարի մեքեն ասել, վաղուց փչացել այլ չի աշխատում, այս կողմ, ու լիքը պատճառաբանություններ ու 1-2 շորեր տամ, սա կարեմ, նա կարեմ, բայց ես 20 տարի, 30 տարի ես կարեմ արել։ Վերցրեցի այդ մարդուն, բերեցի իմ տուն ու ասի շինի իմ կարի մեքենան։ Ես պետք է այս կարի մեքենան աշխատացնեմ, ես պետք է մի անգամից թելեմ։ Այդ մարդու գալ գնալուց հետո ես թելում եմ մի անգամից ու կարում եմ շատ հեշտությամբ եւ դա տեղի ունեն, դուք պետք է վստահ լինեք ձեր լեզվի վրա, այն որ ասում են լեզու բերան չունի, գնում անդի հասնում ու չգիտի կներեք էլի սխալվել եմ հասցեով, չէ, դուք պետք է վստահ լինեք։ Եթե դուք օրինակ վստահ եք ձեր կարողությունների վրա, դուք կարող առվակի վրա դրված տախտակի վրով անցնել։ Կա է ձեր բան, որ վստահ չեք։ Նենց նեղ տախտակի վրով անցնեք։ Դուք պետք է փորձեք, ուղղակի չեք փորձել, դրա համար վստահ չեք։ Գիտեք, միշտ վստահության պակասը անվճռականությունից է գալիս մեկել։ Անվճռականությունից, մարդը վճռական չի։ Ամի այս դասից հետո, ես չգիտեմ քանիս եք փորձվելու, ստուգվելու, քանիս դա պետք ուսերին դնել գրուզ, ասել դու պետք է անես,
ինքը իր վրա վստահ չի։ Անվճռականություն եւ վախկոտություն։ Գիտեք շատ ժամանակ ամաչկոտությունը։ Ամաչկոտը ամաչումը դրա համար վստահ չի։ Անվճռականը դրա համար վստահ չի։ Երկչոտը, վախկոտը դրա համար վստահ չի։ Սրանք չեն կարող մեծ լինեն քեզանից։ Սրանք չեն կարող քեզանից մեծ լինեն։ Երբ որ մարդը վախենում է վտանգից, դժվարությունից, պատասխանատվությունից, այդ դրա համար ինքը վստահ չի։ Դուք չպետք է վախենաք վտանգից, պատասխանատվությունից։ Երբ մարդը վախենում է վտանգից, դժվարությունից, պատասխանատվությունից, դժվարությունից վախենալ պետք չի։ Միշտ հերս ասում էր, գործից չի կարելի վախենալ։ Գործից չի կարելի վախենալ։ Ինչ գործ է լինի, եւ բոլորն ասեն ամեն։ Եվ ով որ վստահ չի թող նայել ասի ամեն։ Ձեր մեջի թույլը թող ասի ես ուժեղ եմ։ Դա կարևոր է, որ դուք գործին նայեք, գործին հում կուտի։ Դուք պետք է գործին հում ուտի։ Ուղղակի ասեք, մի վախեցեք, ժողովուրդ։